Աստված օրհնի քեզ, որ այսօր եկել ես Աստծո տուն։ Հարազատներ ջան, մեծ պատիվ է Աստծո առաջը գալ, նրա երեսը փնտրել, նրան պաշտել, նրա ժողովուրդը կոչվել։ Դա մեծ պատիվ է մեր համար, որ Աստված մեզ արժան արավ նրա առջև կանգնելու։ Այսօր կիրակի է, անուշոր է, շատ լավ ես արել, որ եկել ես։ Ուրեմն մի քանի օր առաջ գործի էի գնում, այս Սուխոյ Սամարկով։ Ուսես գնում եմ ուղիղ, ուրեմն աչից են ուզում մտնեն, ձախից են ուզում մտնեն, դե մի ավտոն էլ է սենց ուզում գա մտնի։ Բոլորով սենց ոնց որ այդ գլխավոր ճանապարհին են ուզում դուրս գան։ Ու գիտես սենց հաղթական էթում ես։ Սենց ուզում ա մեկը մտնի, բայց չի կարում։ Այն դիմացինն է ուզում մտնի։ Գիտես խես հաղթական գնում, որովհետև գլխավոր ճանապարհին ես դու։ Ըստ կանոնների դու գլխավորն ես։ Բայց հերիք է այդ ճանապարհից մի հատ շեղվես, մի հատ ավտոճանապարհային սխալ թույլ տաս, հա, մի հատ մարգատանես, բայց չզիջես։ Հարազատս վթար տեղի կունենա։ Ու սկսեցի մտածել, ասում եմ, սենց էլ հոգևոր կյանքում է, երբ որ դու հաղթական գնում ես, սրբությամբ գնում ես, Աստծո խոսքը պայելով գնում ես, այն ով է որ կարա քեզ խանգարի։ Ոչ մեկ։ Ամեն։ Ու սենց իմ համար մտածեցի, էլի ասում եմ, Աստծո խոսքով, դուխով առաջ գնա, ու ոչ մեկ քեզ ոչ մի բան չի կարա անի։ Բայց հերիք է մի հատ շեղվես, հերիք է մի հատ սխալ տեղ նայես կամ ինչ-որ մի սխալ թույլ տաս, վթար տեղի կունենա ու մեծ վնասներ։ Երկրորդ բանը, որ ուզում եմ կարդամ, ուրեմն երկրորդ Տիմոթեոս 4:7-ն ասում է. բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Հարազատներ ջան, ինչ բան է հավատքը պահել։ Ոնց ես դու քո հավատքը պահում։ Ինչ բան է։ Հավատքս պահեցի։ Գիտես, միշտ չի որ Աստծո ներկայության մեջ սենց ջանդ էլ փշաքաղվում է, միշտ չի որ այցելվում ես, միշտ չի որ, չգիտեմ, Վարդան աղբոր ասած սաղ ալելույա է։ Բայց միշտ հավատքդ պահում ես։ Միշտ գնում ես գլխավոր ճանապարհով, չէ՞, Աստծո խոսքով, Աստծո երկյուղով։ Ինչ բան է հավատքը պահել։ Հավատքը պահելը դա Աստծո ամեն մի խոսքը պահելն է։ Հավատը պահելը Աստծո խոսքը երկյուղով, սիրով եւ ուրախությամբ պահելն է։ Երկյուղով, սիրով եւ ուրախությամբ։ Գիտես խի։ Որովհետև ես ու դու նրա սեփական ժողովուրդն ենք, ընտիր ազգ ենք, գուրս աղբերս, դրա համար էլ նա մեր հայրն է, նա ուրիշ չի, երկյուղով, սիրով և ուրախությամբ, որտև մենք նրա սեփական ժողովուրդն ենք, հավատը պահելը մեր գործն է, դա Աստծո գործը չի, դա մենք պետք է պահենք մեր հավատքը, ապրում ենք այսօր Աստծո խոսքով ժողովուրդ։ Եթե ապրես Աստծո խոսքով, Աստծո խոսքն էլ քեզ կտանի, ու ոչ մեկ չի կարա քեզ շեղի, ոչ մեկ չի կարա քեզ խանգարի, ոչ մեկ չի կարա քեզ մի ինչ-որ պրոբլեմի մեջ գցի։ Երբ որ սրբությունով ընթանում ես, դրա համար էլ ուժեղ ես։ Առաջի դարում հենց այդ վարքյանից, որ եկեղեցին ստեղծվեց, հենց այդ վարքյանից սատանան սկսեց իր սև գործը անելը։ Մինչև հիմա ինքը նույնն է։ Քուրս աղբերս եկեղեցին էլ է նույն։ Երեք այսօն հավիտյան Հիսուս Քրիստոսի արյունով, Հիսուս Քրիստոսի շնորհքով եկեղեցին կա այսօր։ Ու լինելու է։
որ նրա գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Այսօր որ դու այստեղ ես, նրա սեփական ժողովուրդն ես։ Առաջի Պետրոս թող փառաբանության խումբը գա։ Առաջի Պետրոս 2:9 ասում է. բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ ինչ անենք, որ քարոզենք նրա առաքինությունները, որ ձեզ խավարիցը կանչեց իր զարմանալի լույսի մեջ։ Ամեն։ Հարազատներ ջան, մենք ունենք նրա կարիքը։ Առավել եւս այս աշխարհը ունի նրա կարիքը։ Ինձ այս քանի օրը զրույց ենք անում, մի հատ եղբայր ասավ, մենք եկեղեցում իրար քարոզում ենք, իրար հետ անընդհատ այ ախպերս ասում եմ, եկեղեցին նրա համար է, այս ժամը նրա համար է, որ դու լցվես, որ դու զորանաս, որ դու այցելվես Աստծուց, որ կարողանաս նրա առաքինություն, նրա ոնց է գրած, նրա անունը պատմես, նրա փառած լույսը բերես ազգերի մեջ, նրանց մեջ ով չի ճանաչում։ Այսօր իմ ու քո ուժեղանալու ժամանակն է, այսօր Աստծո երեսը փնտրելու ժամանակն է, այսօր լեցվելու ժամանակն է, որ նրա գործը անես ուրախությամբ, երկյուղով եւ սիրով, գիտես խի, որտեվ դու Աստծո սեփական ժողովուրդն ես, նրա արյունով գնված։ Գիտես մենք բոլորս գերության մեջ ծախված էինք։ Գերության մեջ մեղքը մեզ գնել էր, վերցրել էր, գերի էր վերցրել։ Հիսուսը եկավ եւ ազատեց մեզ։ Այսօր մենք նրա սեփական ժողովուրդն ենք։ Տերը օրհնի ձեզ, բերեք աղոթքով գանք Տիրոջ առաջ, փառաբանենք եւ օրհնենք նրա սուրբ անունը։